Այսօր տեղի ունեցավ Մարզխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը, ներկայացվեցին 2015 թվականի ընթացքում տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները։ Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը մարզի եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացնելիս հայտարարեց, որ այս տարի 2014 թվականի համեմատ թերակատարում է արձանագրվել 5.4%-ով, 97 միլիոն դրամի չափով քիչ գումար է հավաքագրվել։ Հողի վարձավճարները կատարվել են, վարձակալական հողերից վարձավճարները կատարվել է 86%-ով, փաստացի հավաքագրվել է 235 միլիոն դրամի չափով գումար։ Գույքի վարձակալությունից եկամուտները արդեն կատարվել են 100%-ով եւ այլ եկամուտները 94.4%-ով։ Ընդամենը սեփական եկամուտները, ինչպես նշեցինք, 90.8%-ով։ Եկամուտների կատարման ցուցանիշով մարզում առաջին տեղում Արտիքի տարածաշրջանն է։ Եկամուտների հավաքագրման առումով աչքի չեն ընկնում Անիի եւ Ամասիայի տարածաշրջանների համայնքները։ Երկրորդը Ախուրյանի տարածաշրջանում 82.5%, երրորդը Աշոցքի տարածաշրջանում 82.4%, Անիի տարածաշրջանում 81.2% եւ ամենավերջինը կարող եմ ասել Ամասիայի տարածաշրջանը 73.6%։ Ներկայացվեցին նաև քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտում մարզում իրականացված աշխատանքները։ Համեմատության կարգով բավարար ցուցանիշներ գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում։ Հայտարարվեց, քանի որ եղանակային պայմանները բարենպաստ են եղել, գյուղացիական տնտեսությունները լավ բերք են ստացել։ Ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաև մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նախ եկամուտների հավաքագրմանն անդրադարձավ։ Այս առումով հետընթաց կա, ցուցանիշներից դժգոհ է եւ նշում է, թե ճիշտ չէ ամեն անգամ քաղաքների հարկահավաքության հաշվին ընդհանուր ցուցանիշ ներկայացնելն ու ապահովելը։ Հիմա տեսեք, որ խոսում ենք հարցերի հավաքման մասին, այդ արտիկը չլինի, ահագին բարդ կլինի մեր վիճակը։ Արտիկի տարածաշրջանը։ Լուրջ եմ ասում։ Բոլոր հարցերում իրանք լավ են, հետո մյուսների նախանձը չի առաջանում։ Ես չեմ ասում բոլորին իհարկե։ Այն մարդիկ, որոնք որ նորմալ անում են, նորմալ են անում իրաց գործը։ Ախուրյանի տարածաշրջանի գյուղեր կան, շատ նորմալ է ամեն ինչը։ Բայց Ախուրյանի շատ բան է կախված հողի հարցի հետ կապված։ Ամենաշատ Ախուրյանից է կախված, Ախուրյանի տարածաշրջանից։ Ստեղ դե Ախուրյանը մի չթափ տա իրան։ Հիմա Անիի մասին չեմ խոսում, բան չեմ ասում Անիի մասին, չեմ էլ ուզում ասեմ։ Իրանք հասկանում են իմ ասածը։ Մի անգամից գլխի ընկնում, որ մի հատ բան կա, չէ, ասում է, մեկը որ ճայիջի մեջ ելնում, գնում ես ազատելու, ձեռից բռնում քաշում, քեզ էլ է գցում մեջը։ Մարզխորհրդի նիստի ավարտին համառոտ անդրադարձ կատարվեց նաև 2016 թվականին Շիրակի մարզում նախատեսվող ծրագրերին եւ աշխատանքներին։ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, թե գալիք տարում հարկավոր է ավելի արդյունավետ աշխատել հետընթացներից խուսափելու համար։